Կարծում եմ բոլոր պատգամավորները ազգային ժողովի հաճույքով են այստեղ եւ հաճույքով կլինեն հետագա օրերը քննարկման ժամանակ եւ ես տեսնում եմ այդ խանդավառությունը նաեւ պարոն Թունյանի մոտ Պարոն Ֆարմանյան, ո՞րն եք տեսնում հանձնաժողովի առաջնահերթությունները, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի Տիկին Մանուկյանը եւ ո՞րն է մեր երկրի համար այս հանձնաժողովի առաջնահերթությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Կարապետյան, ինչպես ես իմ խոսքի սկզբում նշեցի, նախ մեր ամբողջ ներուժը մենք գումարելու ենք իրար, որպեսզի կարողանանք Տիկին Մանուկյանի նեցուկ լինենք, եթե ինքը ընտրվի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Մեր առաջնահերթությունները նույնն են, դրանք չեն փոփոխվել։ Թիվ 1 առաջնահերթությունը բյուջեի ծախսերի թափանցիկությունն է։ Մեր հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե բյուջեի միջոցները որ ուղղությամբ են ծախսվում, ինչու ենք մենք օր-օրի ավելացնում պետական պարտքը եւ 3 հիմնական հարցերի պետք է կարծում եմ Տիկին Մանուկյանը ձեռնամուխ լինի, որ մենք 24/7 ռեժիմով ունենանք։ Այն է, ինչու ենք ավելացնում պետական պարտքը, որ ուղղությամբ այդ պետական պարտքը ծախսվում, արդյոք այդ պետական պարտքի հաշվին կատարվող ծախսերի արդյունքում մենք ունենալու ենք տնտեսական աճ թե ոչ, եւ մեր հասարակ քաղաքացին, սիրելի ժողովուրդ, ինչ օգուտ է ունենալու։ Երբ որ դուք լսում եք թվեր, ասում եք ավելացել է պետական պարտքը, ունենք 15 միլիարդ դոլարի պետական պարտք։ Ես վստահ եմ, որ շատերի մոտ մեր հայրենակիցների հարց է առաջանում։ Մեզ ինչ դրանից։ Հիմա կասեն դպրոց ենք սարքել, մանկապարտեզ ենք սարքել, բայց այդ օր-օրի աճող պետական պարտքը նման է հետեւյալին, որ ենթադրենք տան հայրը ամեն ամառ իր երեխաներին պարտքով տանի հանգստանալու, մի հատ ճոխ մեքենա առնի իր զավակին, թանկ հագուստ հագնվի եւ գլուխ գովի, վերջում զավակը հարց տեսի, լավ հայր ունեմ, հայր ջան, ես ոնց ասի պարտքով։ Մեր երկիրը նմանա դրան, ժողովուրդ ջան։ Հիմա մենք բնականաբար պետք է ձեռնամուխ լինենք, այդ ինչ որ ասեցի, նորից եմ կրկնում Տիկին Մանուկյանի նեցուկ լինելով, մենք կարողանանք արդյունավետ աշխատել։